Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատել արտահերթ ռեժիմով, հետևելով ընտրության արդյունքների ամփոփմանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարբերաբար թարմացնում է տվյալները, տեսնենք, թե այս պահի դրությամբ ինչ վիճակ է այնտեղ։ Պիտի խնդրեմ, այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 420 տեղամասերի արդյունքները, այսինքն ընտրողների մասնակիցների թվի հաշվել է ընդհանուր ձայների 144,564 ձայն, սա քվեարկությանը մասնակցած ձայների ընդամենը 9%-ն է։ Եվ այսպես պարբերաբար թարմանում է ցուցակը, եւ այսպես քաղաքացիական պայմանագիր 54,64%, ուժեղ Հայաստան 21,99%, Հայաստան դաշինք 8,67%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 5,34%։ Իդեպ այս ընտրությանը մասնակցել է 1,476,594 քաղաքացի, կամ ընտրելու իրավունք ունեցողների 58,97%-ը։ Սա 200,000-ով գերազանցում է նախորդ խորհրդարանի ընտրությանը մասնակցության պատկերը։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը ընտրատեղամասերի փակվելուց հետո մոտ 4 ժամ չէր տեղադրում նախնական արդյունքը։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի կարծիքով ընտրական գործընթացների վերաբերյալ տվյալների հրապարակման ձգձգումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ստացված արդյունքները չեն համապատասխանում իշխանության ակնկալիքներին։ Իսկ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Ցոլակ Ակոբյանը հայտարարել է, որ հրապարակումների ուշացումը կարող է կապված լինել ստացվող տվյալների բովանդակության հետ, նշելով նաև ընտրության ընթացքի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ են եղել։ Իսկ ձերբակալությունները շարունակվում են նաև հետընտրական փուլում։ Հրանտ Մելիք Շահնազարյանը հայտնել է, որ ժամեր առաջ օդանավակայանում ձերբակալել են Հովհաննես Սահակյանին։ Հովհաննեսը վերջին 2 օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի հերոսն է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե վիճակը խառնվի, չբախվի բարդությունների։ Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի քան 10 տարի։ Եթեր հեռարձակված հատվածը ոչ թե նրա մտքերն են, այլ իրոնյան։ Մարդը, որը տարիներ շարունակ կանգնած է եղել մեր զինված ուժերի կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար։ Պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։ Հենց այդ վիրավորանքից դրդված են նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագիր է իրականացնում այստեղ։ Ընտրական օրվա ամենաաղմկոտ միջադեպերից մեկը ողբերգական ավարտ է ունեցել։ 8 կոտորակ 24 ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարություն է տեղի ունեցել։ Ականատես դիտորդական առաքելությունն է հայտնել դեպքի մասին, նշելով, որ առայժմ հայտնի չէ դեպքն առնչություն ունի ընտրական գործընթացի հետ, թե ոչ։ Ներքին գործերի նախարարության տվյալով Արտաշիսյան փողոցում մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն է ավարտվել դանակահարությամբ։ Վիրավորված 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է։ Կասկածյալը 16-ամյա երիտասարդը եւ միջադեպի մյուս մասնակիցները ձերբակալվել են։ Ընտրության արդյունքների հաշվարկի փուլում տարբեր տեղամասերից ստացել ենք նաև տեխնիկական եւ կազմակերպական խնդիրների վերաբերյալ ահազանգեր։ Ընտրատեղամասերը փակվելուն պես համատարած հոսանքազրկումներ են եղել։ Հոսանքն անջատվել է 13 կոտորակ 7, 13 կոտորակ 6, 14 կոտորակ 4, 13 կոտորակ 37, 13 կոտորակ 44, 18 կոտորակ 14, 15 կոտորակ 53, 15 կոտորակ 54, 12 կոտորակ 49 եւ 14 կոտորակ 44 ընտրատեղամասերում։
Տվեցին բույսերը պաստորեն։ Ընտրության ձայների հաշվարկի մեկնարկից ընդամենը 10 րոպե անց հաշվարկի միջամտելու փորձերի մասին ահազանգ է հնչեցրել ուժեղ Հայաստանը։ Գոհար Մելոյանի խոսքով որոշ ընտրատեղամասեր են բերվել նաև զինվորներ։ Ժամը 8:10 է, ու նա տեսնենք մեր տեղամասերը։ 1 2 Մեկ այլ ահազանգի համաձայն Սոտքի զորամասի հարյուրավոր զինվորների փորձել են մինչև ժամը 20-ը միանգամից մտցնել ընտրատեղամասի տարածք։ Մեղրիում ևս ընտրատեղամասը բաց է։ Զինվորականները քվեարկում են, հայտնում է Սյուզի Բադոյանը։ Շատ լավ, ինչքան դուք չեք պատկերացնում։ Փորձեք հանգարցնել ինչ-որ բաներ։ Բացարձակ չեք փորձել։ Որ օր ենք դա թույլ տալիս, որ զինվորները ներս մտնեն։ Հələ նայեք, 100-ից ավել զինվորներ բերում են ներս։ Ո՞վ է ասում, ո՞վ է դուրս, որ օրենքը ցույց տվեք, օրենքը ցույց տվեք։ Ում հետ խոսեցիք։ Որ օրենքը, պարոն Ավետյան, որ օրենքը, ցույց տվեք, արձանագրեք օրենքը, ցույց տվեք ինձ, որ օրենքը, զանգեք տվեք ինձ, ոչ մի զորքը չի մտնելու, չի ընտրելու։ Արձանագրում ես Մեր իրականում չենք թողի, եթե թույլ չտվեք օրենքը։ Դուք զանգեք, ես լսեմ։ Մի վարքան թողա զանգեք։ Դուք զանգեք, ես լսեմ։ Հանձնաժողովի նախագահի Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, կհանդիպենք։